Բարև ձեզ։ Արևմտյան Հայաստանի հեռուստաընկերության հերթական լուրերն են։ Արևմտյան Հայաստանի Երևանյան առաքելության մեջ ֆիլմի ցուցադրություն նվիրված Հանրապետության նախագահին։ Լույս տեսած է Western Armenia շաբաթաթերթի 99-րդ թիվը։ Շուշին երկինքի մեջ։ Ալիևը իր նպատակներուն մասին կխոսի բարձ, որբեսի հասկանանք, որ պետք է թեմը առնենք։ Տաթևիկ Հայրապետյան։ Առանց կարգավիճակի։ Բայտումի զոհերու ընտանիքներուն չլսված ձայնը։ Վանի հայկական մշակութային արժեքները մեկը մյուսին ետևեն կոչնչանան։ Թուրք մասնակետ։ Միավորվին կանոն արդարության եւ խաղաղության։ Լուիս Մորենո Օգամբո։ Արևմտյան Հայաստանի մեջ թարգմանված եւ թրքերենով լույս տեսած է Ժիրայ Լիբարիտյանի գիրքը։ Արևմտյան Հայաստանի Երևանյան առաքելության մեջ տեղի ունեցավ ֆիլմի ցուցադրություն, որ նվիրված էր Արևմտյան Հայաստանի նախագահ Լիդիա Մարգոսյանին։ Ֆիլմը խորիմաստ էր եւ մեծ հետաքրքրություն առաջացուց ներկաներուն մոտ։ Ան անդրադարձ մներ Արևմտյան Հայաստանի բնիկ հայության պատմության, անոնց ինքնության պահպանման կարեւորության եւ արդար իրավունքներու վերականգնման անհրաժեշտության։ Ֆիլմի ավարտին ելույթ ունեցավ Արևմտյան Հայաստանի ազգային խորհրդի նախագահ Արմենակ Աբրահամյան, ընդգծելով Արևմտյան Հայաստանի նշանակությունը հայ ժողովրդին համար, ինչպես նաև բնիկ հայերու իրավունքներու պաշտպանության եւ անոնց միջազգային ճանաչման ուղղությամբ տարվող հետևողական աշխատանքները։ Ան հատուկ կերպով անդրադարձավ նաև ՄԱԳ-ի մեջ տարվող գործունեության եւ արցախահայության իրավունքներու պաշտպանության ուղղությամբ ցերնարգվող քայլերուն։ Ցերնարգի ավարտին մասնագետները արտահայտեցին իրենց միտքերը ֆիլմի փոխանցության, ինչպես նաև Արևմտյան Հայաստանի աբակայի դեսլագանի շուրջ։ Լույս տեսած է Western Armenia շաբաթաթերթի 99-րդ թիվը։ Թերթի շաբիգին պատկերված է խորհրդանշական տեսարանը Արարատ լեռը մեծ հայքի տրամի վրա, ինչ որ կշեշտե հայկական ինքնության եւ պատմական հիշողության շարունակականությունը։ Նոր թիվին մեջ ընթերցողներուն ներկայացված են շարք հետաքրքրական եւ նշանակալից նյութեր։ Անոնց մեջ են Արևմտյան Հայաստանի պատվիրակության այցելությունը հայերու ցեղասպանության զոհերու հուշահամալիր, ինչպես նաեւ հոդվածներ նվիրված Արցախի վերադարձի իրավունքին եւ Արևմտյան Հայաստանի իրավական հիմքերուն։ Western Armenia շաբաթաթերթը կհրադարակվի հայերեն, թուրքերեն, անգլերեն եւ ֆրանսերեն տարբերակներով։ Շուշի ֆիլմի հեղինակ Նորեկ Կասպարյանը ֆիլմի ստեղծում են ավելի քան 10 տարի անցալ գմնա այն համոզումին, թե իր քաղաքին մեջ երբեք խաղաղություն գոյություն չէ ունեցած։ Ահա այդ պատճառով ալ երբ կողքս կխոսին խաղաղության մասին, ոչինչ կհասկնամ։ Ավելի փորձառուներն ու իմաստունները կբացատրեին, որ խաղաղությունը այն է, երբ շինած տունը չի կանտվիր, երբ մահը անարգել չի թափարիր երբեմնի ձագուն քաղաքիդ փողոցներուն եւ բակերուն մեջ եւ առանց տեղ ու արիտի չի զառներ մարդոց դռները, երբ մանուկները չեն մնար իրենց բաժին մանկության փլադակներուն տակ, երբ հորինված պատմությունները չեն փոխարիներ իրականներուն։ Պատմական գիտություններու տեխնազու Ադրբեջանի հարցերու փորձագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը։ 12 տարի է ի վեր Իլհամ Ալիևը նույն բանը կգրտնե։ Այն ժամանակ, երբ հագամարտություն կար եւ այն ժամանակ, երբ խաղաղություն հաստատված էր։ Նախ անոր ուշադրությունը կենտրոնացած էր Արցախի վրա, այժմ հարցը լուծվեցավ։ Սակայն ան կշարունակե նույնը բարձ եւ հստակ։ Արցախի գորուստը խաղաղ կյանք չէր գնար ապահովել, եւ սա բարձ է յուրաքանչյուր մարդու համար, ով ունի դարական գիտելիքներ Ադրբեջանի քաղաքականության մասին։ Գա դիվանագիտական եւ քաղաքական գործիքագազմ, որով կարելի է կանխել նման զարգացումներ եւ զայն միան գրնա օգտագործել իշխանությունը, որ կսպասարկե պետական շահը։ Հայաստանի մեջ անհրաժեշտ է լայն քննարկում, ով եւ ինչպես կրնա ճիշտ ժամանակին կանխել Ալիևի զավթողական ծրագիրները։ 2023-ի սեպտեմբեր 25-ին Հայգազովի վարելիքի բահեստին մեջ տեղի ունեցած բայտումին զոհերուն ընտանիքները ողբերգութեն են 2 տարի անց դակավին ոչ մեկ կարգավիճակ ունին։ Արևելյան Հայաստանի կառավարությունը անպատասխան ցկած է դուժացներու ընտանիքներուն բազմաթիվ թիմումները։ 2025-ի հոկտեմբեր 30-ին Արևելյան Հայաստանի ազգային ժողովի Հայաստան դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյան գրգին բարձրացուց բայտումին հետևանքով զոհված քաղաքացիներու ընտանիքներուն համար հատուկ հասարակական կարգավիճակ սահմանելու հարցը։ Արևելյան Հայաստանի աշխատանքի եւ հասարակական հարցերու նախարար Արսեն Տորոսյան հայտարարեց, որ հարցը կգտնվի քննարկման շրջանին մեջ, սակայն այս պահուն հստակ ժամկետներ չկան։ Վանի պատմական շենքերը կշարունակեն մնալ գործանումի վտանգին առաջ։ Քաղաքի հայկական մշակութային ժառանգության մեծ մասը դարիներու անդարբերության հետևանքով հայտնված է անմխիթար վիճակի մեջ։ Զբոսաշրջության մասնակետ Մուրադ Բեյազ, անդրադառնալով մշակութային ժառանգության հետ կապված խնդիրներուն, նշած է, որ եթե այս հուշագոտողները վերականգնվին, ապա 20 տարի միևնույն տեղը մնալ է, յետք Վանի զբոսաշրջությունը գրնա գրգին աշխուժանալ։ Այս պատմական կառույցները ստեղծած մարդիկ, եթե այսօր տեսնեին անոնց վիճակը, չէր մնար, եթե մեզի չսեին։ Մենք չհարկեցինք մարդոց չանքն ու
պատմությունը։ Չգրցանք բանալ հայկական վանքերը։ Ամեն բան կանցակողերու գողմե գործանված վիճակի մեջ է։ Մենք դեռ չենք կանգնիր մեր մշակութային ժառանգության քննադատած է Բեյազ։ Այդպիսի մշակութային գոտողներեն են Վանի Պաշկալե գավառին մեջ գտնվող 1700 տարեկան Սուրբ Բարթողոմեոս հայկական եկեղեցին, ինչպես նաև Քևաշի Սուրբ Տովմա վանքը եւ հանրահայտ Կարմիր եկեղեցին։ Այս հուշագոտողները, որոնք ժամանակին եղած են շրջանի մշակութային ինքնության անբաժանելի մասը, այսօր լքված են եւ բարբերաբար կենթարկվին կանցակողերու վնասման եւ թալանի։ Բեյազը նաև քննադատաբար անդրադարձած է Վանի Բերդին վերագանքման աշխատանքներուն, ընդգծելով, որ անոնք կդարվին տանտաղորեն եւ ավելցուցած է, թե այդ կոթողները պետք է հրադապ կերպով վերանորոգվին։ Հարաճիգա 3 ամիսներուն մենք կրնանք նպաստել Բաքվի մեջ պահվող հայ գերիներու ազատ արձակման ու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքներու ճանաչման։ Նոբելյան խաղաղության մրցանակի առաջադրումները կփակվին 2026 թվականի հունվար 31-ին։ Դոնալդ Թրամփը գրնա ըլլալ տեխնազու եւ ավելի քան 45 հայ ունի զինք առաջադրելու իրավունք։ Սակայն Ադրբեջանի ռեժիմը մերժելով ազատ արձակել հայ գերիները եւ ճանչնալ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքները կխոչընդոտե Թրամփի առաջադրումը։ 2025 թվականին Ամերիկայի Միացյալ Նահանգներն ու Հայաստանը ստորագրեցին հուշագրեր ամրապնդելու համար Ամերիկայի աջակցությունը Հայաստանին։ Թրամփը հրաբարակավ հայտարարեց իր պատրաստակամությունը օժանդակելու Բաքվի մեջ բանդարգված քրիստոնյաներու ազատ արձակման գործին, սակայն Ադրբեջանի շարունակական քաղաքականությունը կհագասե խաղաղության այդ տեսլականին։ ՄԱԳ-ը եւ Արդարադատության միջազգային դատարանը գոչ հրած են Ադրբեջանի ռեժիմին դադրեցնել բռնությունները եւ ազատ արձակել բոլոր գամայական գերբով ցերպակալված անձերը։ Միացեք այս նախաձեռնության, բարձրացնելու ձեր ձայնը հանուն ճշմարտության եւ խաղաղության։ Յուրաքանչյուր հայու մասնակցությունը կարեւոր է։ Արևմտյան Հայաստանի ազգային խորհուրդը պիտի միանա Լուիս Մորենո Օգամբոյի գոչին խաղաղության պաշտոնական խնդրանքով թիմելով Ամերիկայի Միացյալ Նահանգներու նախագահին։ Անդարես հրադարակչության դնորեն Արմեն Մարտիրոսյան գահայտնե։ Արևմտյան Հայաստանի մեջ թարգմանված եւ թրքերենով լույս տեսած է Ժիրայ Լիպարիդյանի Հայաստան-Թուրքիա Պետականություն, Պատմություն, Քաղաքականություն գիրքը մեր առաջին քրական գործակալության եւ Թուրքիո-Արաս հրադարակչության համագործակցության արդյունքով։ Գիրքը Լիպարիդյանի միտքի եւ վերլուծական ժառանգության կարեւորագույն գործերեն մեկն է, որը կքննարկե հայ-թուրքական հարաբերություններու բարդ պատմական եւ քաղաքական շերտերը։ Թրքերեն հրադարակությունը ունի առանձնահատուկ նշանակություն։ Այն հնարավորություն կստեղծե, որ թուրք ընթերցողը ծանոթանա Հայաստանի տեսանկյունին, պատմության ընկալման առանձնահատկություններուն, ինչպես նաև երկու երկիրներուն միջև համագործակցության եւ համագեցության հնարավորություններուն շուրջ բաց եւ իրադեսական քննարկման։ Արևմտյան Հայաստանի ազգային խորհուրդը կհիշեցնե, որ այսպես կոչված հայ-թուրքական հարաբերություններու պատմական եւ քաղաքական բարդությունները ավարտած են Արևմտյան Հայաստանի հայերու ցեղասպանությամբ եւ անոնց տարածքներու 105-ամյա բռնակրավմամբ։ Հարգելի հայրենագիտներ, այսօրվան համար այսքան ենք նախադեսած։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Լավ մնացեք։